Շատ լավ։ Եվ վերջին հարցը Արևմտամետ այսպես ուժերը իդեմս Արման Բաբաջանյանի, տեսակ թե չգիտեմ ինչերը, ովքեր։ Մի քանի պիդարաստ գնացել էին այնտեղ, հետո հիմա դրանց մասն էլ խոսենք։ Հետեք ուզում լսենք։ Հասան իրենց նպատակին։ Իհարկե ոչ։ Փող չեն ստանա։ Իրաց նպատակը եթե փող ստանալն է, կստանա։ Ես նկատի, որտեվ ասեք քաղաքական ուժեր եւ այլն, այնտեղ ոչ քաղաքականություն կա, ոչ ուժ կա։ Եվ դրա համար եմ ասում, որ փողի առումով այո, վճարները ստացել են։ Եթե իրենց նպատակը դա էր։ Բայց եթե այդտեղ լիներ մի քանի հազար քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արդարացի պահանջ ներկայացնեին, հիմնավոր պահանջ, մի հատ հայտարարություն, ասուլիսներ, քարոզչական հող, այսինքն քաղաքական գործընթացը դա է, կար նման բան, չէ։ Ընդհանրապես այո, գնացին կանգնեցին 2 կոպեկ փող ստացան։ Ստանան, այսինքն այդ նկարների համար ստացել էին արդեն։ Կամ ստացել էին արդեն։ Տորում իշխանության ներկայացուցիչները սկսեցին իրար հերթ չտալով հայտարարել, որ ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, այս մաքսային միությունից դուրս չեն գալի, բայց ամեն ինչ ինչի համար է։ Մի կողմից Եվրոպա ասում են, չգիտեմ, գալիս են, մի կողմից էլ այսպես խելոք խոնարհ հայտարարում են, որ դուրս չեն գալիս, մնում ենք։ Հայկական ժողովրդական մի հեքիաթ կա Սուտասանի մասին, որը անընդհատ երբ որ անասունա տանում, պահում, հարածացնում, դες գոռում է հրդե, մարդիկ գալիս են, որ հրդեա որտեղ հանգցեն, պարզվում է սուտ է ասում։ Հետո մի օր որ իսկապես հրդե է լինում, բղավում է հրդե, էլ չեն գալիս, ասում են սուտ է ասում, իրապես հրդե է ավերում է։ Հիմա սրանք քանի որ Սուտասան են, այսինքն սրանց որից է, ինչպես ասում են, կրակին ցախտնել չի լինի։ Ինչ է Ռուսաստանը սրանց նոր գիտի, կամ սրանց ստերը։ Եթե դու Եվրամիության հետ որևիցե խաղեր չես տալիս, պարտավորություններ չես վերցրել, ինչու ես հիմա հայտարարում։ Ընդ որում մենի ինչ որ ասել են ճիշտ է, Արադ Միրզոյանը ճիշտ բան ասում։ Ասում է իհարկե Եվրամիության կողմից, ես հիմա ասեմ։ Ասում է Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացում, ճիշտ է ասում։ Բանակցություններ չեն վարվում, ճիշտ է ասում։ Բայց հիմա եթե այս ամեն ինչը չեն անում, ինչ կապիկություն եք անում։ Այսինքն իրականում իրենք արհեստական կեղծ օրակարգեր են մտցնում։ Արևմուտքի հետ խաղեր են տալիս։ Մակրոնի անձրևանոց է պահում, հա։ Այլասերվածների համաժողովը Հայաստանում լինում, որին իդեպ օրեր առաջ եղել է, որին նաև զեկուցով հանդես է եկել ձեր նշած անձը։ Արման Բաբաջանյանը։ Ոչ, նախկին նշած անձը, Տիկինը, որ ասում եք Հայաստանում բացարձակ իշխանություն ունի։ Իհարկե։ Այսինքն իրենք հիմա 100 միլիոն Ինքը ամեն ինչ խառնել է, իրան թվում է, որ ինքը Նիկոլի վրա բացարձակ իշխանություն ունի, բոլորի վրա բացարձակ իշխանություն, բոլորին կարող է սարսափեցնել իր արևին բանը։ Անժելա, օրինակ պատկերացնում եք Հայաստանում ոչ ավել, ոչ պակաս համաշխարհային բանկը 100 միլիոն դոլար փող է տալիս Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Ակնհայտ է, չէ՞, փողը լափելու են։ Իսկ ինչի համար են տալիս, որ լափեն։ Իհարկե մի մասը վերադարձը հատկատա լինելու, վստահաբար, հա։ Մեծ մասը։ Այն մնացածն իրենք թղթի վրա գրելու են, բայց որpիսի իրենց այդ գործարքի գնան, սրանց ասում են, ասեք հավատարմությամբ, որ մերն եք։ Գործընթաց սկսեք, ռուսների դեմ քայլեր արեք, քարոզչական գործընթաց սկսեք։ Արման Բաբաջանյան եւ այլն գնացեք պլակատ պահեք, որովհետեւ այդ փողերը գան։ Այդ փողերի մի մասը հատկատա գնալու տվողներին։ Մի մասն իրանք թղթերի վրա գրելու են դուրս գրել։ Ուղղակի այս իրանց արևին է շուստրի էս խաղեր էլի, հիմա Ռուսաստանը դա չգիտի թե արևմուտքը չգիտի։ Մի օր առաջ գնում է Կրեմլ, հաջորդ օրը գնում է։ Միակ մարդն ա եղել, որ եւ այնտեղ է ներկա եղել եւ այնտեղ է ներկա եղել։ Չի եղել ուրիշ մարդ, որ երկու տեղներ գնա եւ մասնակցի։ Ժողովուրդը մի հատ կարճ ձևակերպում ունի, ով ասում է մեջտեղ, մարմինը 4 տեղ։ Հիմա սրանց մարմինը 4 տեղ է, բայց 4 տեղից էլ ընկնելու է։ Մենք այս